Տիկին Հակոբյան, դուք Արցախի նախկին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն եք եղել և ես ինքս հիշում եմ Արցախում ինչ մեծ խնդությամբ և հպարտությամբ էինք տոնում մայիսի 9-ը։ Այսօր ինչ կասեք։ Այսօր կարելի է ասած մենք մի քիչ կոտրված կազմավորման եւ հայրենական մեծ պատերազմ տարած հաղթանակի, իսկ այժմ չկա այդ բերկրանքը Արցախը կորցնելուց հետո, բայց համենայն դեպս այսօր էլի եռատոն է, հույսը մեր մեջ ապրում է եւ մենք կվերադառնանք, մեր եռատոնը կնշենք, իսկ այսօրը գտնվելով այստեղ 80 տարի առաջ հայրենական մեծ պատերազմում խորհրդային միության տարած հաղթանակի մեջ իր ուրույն տեղն ունի հայ ժողովուրդը 600,000-ից ավելի հայ ժողովրդի զավակներ մասնակցել են երկրորդ աշխարհամարտի եւ հայրենական մեծ պատերազմին, ունեցել ենք, տվել ենք 119 հերոս Հայաստանի Հանրապետությունից, որից 11 ազգային փոքրամասնությունից, 5 մարշալ, հերոսներից 36 հերոսի կոչման արժանացել են հետմահու, 27 հայ ժողովրդի զավակներ արժանացել են Փառքի բոլոր երեկաշրջանի շքանշաններին, հայերից մեկը Հովհաննես Բաղրամյանը եղել է ռազմաճակատի, Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, 3 բանակի 6 կորպուսի, 28 դիվիզիայի, 25 բրիգադի, 100-ից ավելի գնդի հրամանատարներ, այսինքն փառք ու պատիվ մեր հայությանը, որ այսքան ավանդ ենք ներդրել խորհրդային միության հայրենական պատերազմում տարած հաղթանակի, անգամ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիա մասնակցել է 1945 թվականի մայիսի 2-ի Բերլինի ճակատամարտին եւ ապարել հայկական քոչարին ու մայիսի 8-ին Բերլինի կարծրոտարվարձանում Գերմանիայի կապիտուլյացմամբ ավարտված հայրենական պատերազմում հայ ժողովուրդը իր արժանի ավանդն է բերել։ Իսկ մենք արցախցիներս հետ կվերադառնանք, հետ կբերենք մեր Արցախը ու եռատոնը միշտ կնշենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան։